Հարգելի բնակիչներ, դուք տեսան ձեր ներկայությամբ քաղաքացուց պետք ենթարկեցին ձերնից ոչ պակաս իրավունքներով ոչխած քաղաքացու։ Ձեզ հաճել մտահոգում, թե ֆորմալ ապահովելու համար։ Ֆորմալ մասերի ապահով, հարգելի քաղաքացիներ։ Ձեզ չի հետաքրքրում այլևս մարդու պաշտպանված լինելը։ Ձեզ քաղաքացու ծենց վերման Դուք հիմա շատ սխալ եք ասում։ Ասում եք ձեր մտահոգիչը դուք հիմա շատ ոգևորող եք, դուք շատ ոգևորված եք խոսում, ու շատ ագրեսիվ եք խոսում։ Ինձ համար սովորական չէ, թե ձեզ համար Ինքը ինչի համար եկել իր չէ, գիտե, ես գիտեմ մի բան, որ ինքը եկել է այսօր անային քննարկման։ Թե մտադրություններ այլ բաներ, սադրանք, թե կամ կռիվ, չգիտեմ ինչ, ես չեմ կարող պատասխանել, բայց ինքը այսօր որպես ակտիվիստ, այս հարցերի մեջ կար, նախքին քննարկման էլ ներկա եղել, անցած անգամ, երբ էր, հունվար ամսին, մասնակցել էր, արտադրումներ եղել, թե այսօր ինչ տեղի ունեցավ, բան այդ ձեր մեկնաբանելու, ձեր վերլուծում, ես բնակիչ եմ։ Դուրսը գալի որ այդպես է։ Ձեր հետ համարժեք ձեր թաղի բնակիչ է։ Մեր թաղի բնակիչ է։ Հիմա պատճառ են բռնում, ասում են քաղաքացիություն չունի, Հայաստանի կապ չունի, բնակիչ է։ Ձեր թաղի բնակիչ է, կարի չկա նրան պաշտպանելու կամ պաշտպանում են, ոնց ինչ է պետք ասել, ասում են որ սխալ բան է տեղ ունենում, թող իրապահ մարմինները մնացածը զբաղվեն։ Ընդհանուր գործողությունները սխալ է։ Ձեր հետ էլ է որպես ղեկավար ձեզ ծեցելով խոսում։ Չէ, իմ հետ այդպես չեն խոսել։ Ես ոչ մի դեպքում, ես թույլ չեմ տա իմ հետ մեկ այդպես խոսել։ Կներեք, բայց քաղաքացու հետ որևէ մեկը իրավունք չունի հայհոյանալ։ Ոչ ոք, ոչ մեկին իրավունք չունի հայհոյան տալու։ Խաղապետը առավել եւս կաշկանդված է։ Լավ, ես ինտերվյու չեմ տալի, ես ուղղակի ասեմ, երբ որ դուք հարցեցիք, ինձ նորից եմ ասում, ես տեղ եմ եղել։ Ով սկսեց գիշեր։ Ես հանրային քննարկման զալում եմ եղել, դուրս եկա, տեսնում եմ, որ գործողությունները տեղ ունենում, ես գործողություն ծեծա գնում, դե հիմա խփում են, չէ, ես ուղիղ ասում եմ, կռիվ է տեղի ունենում, թե ով է ում խփում, ես մենակ ասել եմ մարդկանց հեռացնել։ Ես եթե տեսանյութ ունեք, ես մտել եմ առաքները բաժանելու։ Ես տեղ եղել եմ, աշխատել եմ հեռացնել, կռիվ թույլ չտալ, ինչքանով հնարավոր է։ Ես միջավայրում ապրել եւ աշխատելուց, Լավ, հարգելի արեք, ես վարչական աշխատող չեմ։ Հատիկ բնակիչ եք, կներեք։ Ես կարծեցի դուք աշխատող եք, դրա համար ասում, ձեր հետ էլ է այդպես։ Լավ, իմ հետ ոչ մեկ չի կարա այդ ձև վարվի։ Ասեմ, ի սկզբանե վերջ։ Որովհետև կարող է այլ կոնֆլիկտային իրավիճակ ունեն։ Մարդիկ են իրար հետ շփվել են, կապ չունի, նորից եմ ասում։ Դա այլ թեմա է։ Ես դրա մեջ չկամ, բայց Չախան ներկայությունը ստեղ եղել է, որ հանրային քննարկման մասնակցի։ Ներողություն, դուք եւս դեմ եք, հա, այդ շենքի։ Այո, ես շենքի բնակիչ եմ, եկել եմ քննարկման ու դեմ եմ։ Ինչով է դա խանգարելու այդ շենքը։ Ամեն ինչով։ Ոչ մի բանով, կառուցապատողը ուզում են բարձրակ 18 հարկանի շենք կառուցել։ Որ հատվածում։ Գայի պողոտա 45 շենք, ասենք 46-ով է, մոտ 2000 քանի քառակուսի մետրի մեջ, ուզում են 4 պատեզդանի 18 հարկանի շենք կառուցել, որը այդ տարածքում խաղարապարակ ծառայում է հիմա երեխաներին։ Խաղապետը անցած անգամ էլ ասեց, ներկայում էլ խոսակցությունը բերեց նրան, որ ինքը համաձայն չի, փորձի առաջարկն էլ տալ սեփականատիրոջ, բայց սեփականատիրոջ կողմից չենք տեսնում։ Ինքը ուզում է պարտադիր շենք սարքի, մենք էլ ասենք, որ չի կարա լինի։ Նախ առաջին ամենամեծ կեղծիքը տեղյակ ենք Սամվել Սահակյան, ինչքան հիշում եմ, գնել է 21 թվականին, բայց մինչև 21 թվականը այդ հողատարածքը 7 սեփականատիրոջ մեջ փոխվել է։ Երվանդ Զախարյանից մի րոպե հերթականությամբ էլի։ Ուրեմն 2007 թվականից է վաճառվել Երվանդ Զախարյանի օրոք, ու մինչ հիմա 7 սեփականատիր փոխվել է, որի արդյունքում շին թույլտվությունը տարածքի հողի բանը փոխվել է նշանակություն 2024 թվականին։